Մի շարք արևմտյան երկրներ շարունակում են վերանել իրենց քաղաքացիների համար տրվող ճանապարհորդական խորհրդատվությունները Ռուսաստանի վերաբերյալ։ Այս անգամ իր դիրքորոշումն է թարմացրել Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, հրապարակելով նոր հանձնարարականներ, որոնք վերաբերում են Ռուսաստանի ամբողջ տարածքին։ Եթե նախկինում զգուշացումները հիմնականում վերաբերում էին Ուկրաինայի սահմանակի շրջաններին, ապա այժմ գերմանական կողմը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հաշվի առնել անվտանգության ռիսկերը Ռուսաստանից ցանկացած հատված մեկնելու կամ այնտեղ գտնվելու դեպքում։ Միաժամանակ այն քաղաքացիներին, որոնք արդեն գտնվում են Ռուսաստանում, կոչ է արվում գնահատել իրավիճակը եւ հնարավորության դեպքում լքել երկիրը։ Գերմանիայի ԱԳՆ-ի հրապարակած խորհրդատվության մեջ նշվում է, որ անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Գերատեսչության գնահատմամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգը վերջին ամիսներին նկատվում է ոչ միայն սահմանամերձ շրջաններում, այլև երկրի խորքում գտնվող խոշոր քաղաքներում։ Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ վերջին ժամանակահատվածում Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը եւ Լենինգրադի մարզը մի քանի անգամ հայտնվել են անօդաչու սարքերի հարվածների թիրախում։ Ըստ գերմանական կողմի, նույնիսկ հակօդային պաշտպանության համակարգերի ուժեղացման պայմաններում նման միջադեպերը որոշ դեպքերում հանգեցրել են նյութական վնասների։ Բեռլինը նաև առանձնացրել է մի շարք շրջաններ, որոնք իր գնահատմամբ շարունակում են համարվել առավել բարձր ռիսկային։ Դրանց թվում են Բելգրադի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի եւ Ռոստովի մարզերը, ինչպես նաև Կրոսնոդարի երկրամասը։ Այս գնահատականը հիմնված է անվտանգության ընդհանուր իրավիճակի եւ վերջին ամիսներին արձանագրված դեպքերի վրա։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռազմական գործողությունների շարունակական պայմաններում իրավիճակը կարող է կարճ ժամանակում փոխվել։ Այդ պատճառով քաղաքացիներին խորհուրդ է տրվում մշտապես հետևել պաշտոնական հաղորդագրություններին եւ պատրաստ լինել հնարավոր սահմանափակումների։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև ավիահաղորդակցության ոլորտին։ Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի պատճառով Ռուսաստանում ժամանակ առ ժամանակ սահմանափակվում է տարբեր օդանավականների աշխատանքը, արդյունքում կարող են արձանագրվել չվերթների ուշացումներ, փոփոխություններ կամ չեղարկումներ, ինչը կարող է դժվարացնել քաղաքացիների տեղաշարժը։ Բացի դրանից, խորհրդատվության մեջ նշվում է, որ որոշ տարածաշրջաններում հնարավոր են նաև վառելիքի մատակարարման խափանումներ, ինչը ևս կարող է ազդել ճանապարհորդությունների եւ առօրյա տեղաշարժի վրա։ Փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն անվտանգության անմիջական սպառնալիքներին, այլև իրավական ռիսկերին։ Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացնում է, որ իր քաղաքացիները, ինչպես նաև Գերմանիայի եւ Ռուսաստանի երկխաղացիություն ունեցող անձինք կարող են բախվել իրավական խնդիրների կամ ձերբակալությունների վտանգի, իսկ որոշ դեպքերում հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները կարող են սահմանափակ լինել։ Այս հայտարարությունները վկայում են, որ արևմտյան մի շարք երկրներ շարունակում են ուշադիր հետևել Ռուսաստանում անվտանգության իրավիճակին եւ պարբերաբար թարմացնում են իրենց քաղաքացիների համար նախատեսված ճանապարհորդական հանձնարարականները։ Միաժամանակ նման խորհրդատվությունները կանխարգելիչ բնույթ ունեն եւ նպատակ ունեն քաղաքացիներին տեղեկացնել հնարավոր ռիսկերի մասին, որպեսզի նրանք կարողանան ավելի տեղեկացված որոշումներ կայացնել իրենց ճանապարհորդությունների վերաբերյալ։